Ունեմ 9 երեխա, 4 երեխա։ Մեր դպրոցում են հաճախում 9-րդ, 6-րդ, 4-րդ եւ 2-րդ։ 7 աշակերտ եմ, որից 4-ը իմս են։ Գյուղում չունեն երեխաները ապագա, առհասարակ ոչ մի երեխա։ Աղջիկը սովորում է Երևանի ժողովրդի սերվիս բաժինը։ Մյուս աղջիկս ամուսնացած Ախլատյանի գյուղում հեսաշուտով թորնիկ ունենամ, տղաս նշանված է, պատրաստվում ենք ամուսնացնենք։ Այն մի աղջիկս էլ գյուղի ինստիտուտի հաշվապահական բաժինն է սովորում առաջի կուրս։ Իմ 6 երեխան այս գյուղում են ծնվել, այս գյուղում են մեծացել, ուսումնել են առել այս գյուղում, ամուսնացել են այս գյուղից, նշանվել են այս գյուղից, էլ ոնց ասեմ, բանակել են գնացել եկել են այս գյուղից, իսկ այն փոքրերս, 3 փոքրերս ծնվել են Արցախում, Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքում։ Հիմա էլ ամուսինս մահացել արդեն 8 ամիս է, հարվորակ ռակա ունեցել, ուռուցքա ունեցել։ Իմ 9 երեխայի հետ ապրում եմ ստեղ, իմ երեխեքը շատ խելոք, կազմակերպված, կեսը կարող է թափետ բերի, այն տղես ամեն ինչ անում է, ամեն ինչ, փետա բերում, օգնում է, ջուրա բերում, ամեն ինչ։ Ես հեսա մի շաբաթ հիվանդ պարկած եմ, մեջքս բռնված է, սաղ ինքն է անում, միջև իր այն մի քույրիկը գալիս է Սյանից, դասից հետո տղաս բերում է տուն։ Դե դժվարություններ այդ բոլոր ընտանիքներում էլ լինում է, սուտ կլինի, որ ասեմ չեմ նեղվում, բայց դե էլի գոհ եմ, շնորհակալ եմ իմ երեխեքի համար, որ Աստված հենց իրանց է ինձ տվել։ Ես իմ երեխեքով շատ հպարտ եմ, հասկացող են, օգնող են, հասնող են, չեն նեղում բացարձակ, շատ խելացի երեխեք են, սովորող են ամենակարևորը, լավ մարդ են։ Մենք մեզանով աշխատում ենք, չարչարվում ենք, հողամաս եմ մշակում, իմ բանջարեղենս իմ հողամասից եմ հավաքում, իմ այգու խնձորն եմ հավաքում, քյոճս յոլա եմ տանում, տատիկներիս ասած։ 2010 թվականին գնացել եմ Արցախ, 20 թվականի հոկտեմբերի 6-ից պատերազմի պատճառով եկել ենք Հայաստան, բնակվել ենք այս գյուղում, քանի որ իմ հայրիկս, իմ մայրիկս, եղբայրս այս գյուղում են եղել, հետո արդեն ես այս գյուղում ապրել էի, գիտեի այս գյուղի նիստուկացը, արդեն ինձ համար հեշտ էր այս գյուղում ապրելը, ես արդեն ճանաչում էի այս գյուղի բնակիչներին, ոչինչ չէր փոխվել, նույնն էին ու չեմ փոշմանում, որ եկել եմ այս գյուղ, ոչ մեկին ոչ վնաս եմ տամ, ոչինչ նեղություն տամ, մենք մեզ համար ապրում ենք, ունեմ շատ լավ հարևաններ, որ անկախ նրանից, եթե փուշ կմտնի մատից, ինձ կհասնեն, իրանց լինի, ես առաջինը կհասնեմ, հանգիստ խախանդ գյուղ է, բայց պրոբլեմատիկ է, չունենք ջուր, ամենակարևորը, չունենք տրանսպորտ, չունենք բուժկետ, եթե ասված ոչ անի իրիկունը, ահել, ջահել, վատանա, մենք չենք կարա փրկենք, պետքա մեռնի այս գյուղում, որովհետև չունենք բուժկետ, չունենք դեղորայք, չունենք համապատասխան միջոցներ, որ օգնեն, հա, այդ քեզ ունենք քույր, շատ լավ մարդ, որ երբ որ զանգում ենք, աջակցում է, օգնում է, բայց դա շատ քիչ է մեր համայնքի համար, պետքա ունենանք բուժկետ, որ հասնի, գոնե առաջի օգնությունը ցուցաբերի այն 5 օրը, միջև քույրի ժամանման օրը գա։ Հոսանքը գիշերային չի վառում, հեսա 10 օրից ավել է, եւ ամիսներ ա լինում, որ ամիսներով չի վառում, էդ էլ չգիտենք խնդիրը որն է։ Ստեղ եղել է շատ բնակչություն, շատ երեխաներ, հիմնականում բնակչության գնալու, այս գյուղը լքելու խնդիրը եղել է բուժկետը, ջուրը, մեկ էլ տրանսպորտը։
Միշտ չի եղել, տակուց այդ պրոբլեմը եղել է, այս գյուղում կա, այս գյուղում ու շարունակվում է։ Մենք հույսեր չունենք, որ երբևիցե գոնե խմելու ջրի հարցը կլուծվի։ Ես հիմա կտանեմ ձեզ մեր կուխնին, որտենակ կարողա փախնեք, որովհետև ջուր չկա, մի շաբաթից ավել է, խմելու ջուր չկա, որ իմ լվացքի մեքենան աշխատի։ Մենք այն գետի ջրից ենք օգտվում։ Խմում եք։ Հա, գետի ջրից, հիմա եթե ջուր չունեն, գետից։ Բերում եք խմում։ Այո, Սիսիանի համայնքապետարանն էլ է տեղյակ, Սյունիքի մարզպետն էլ է տեղյակ, մեր համայնքի ղեկավարն էլ է տեղյակ, ջուր չկա, ով չի իմանում։ Զուգարանի կանալիզացիայի ջրերը, ոչխարները ջրի մեջով ներթում են, խմում են, կովերը, եղտաճուր է այս մավիրը, ասկի դրանով ջր չես լվան, բայց մենք սաղ ձմեռ այս ջրից խմում ենք, սաղ ձմեռ, իմ 8 երեխեն արկա այս ջրից խմում է, ու մի համայնքի բնակիչ չի կարասի, այդ երեխեն այս ջրից չի խմում, ես աման չեմ լվանում, ես շորտ չեմ լվանում այս ջրով, ջրից թունավորվել էին դպրոցում, մեր դպրոցի տնօրեններ են տեղյակ, հիվանդանոցներ են Սիսիանի տեղյակ, մարզպետը անձամբ ինքն էլ լսել, որ ասել եմ, ամենաշատ երեխեքը իմս են, բայց այդ ջուրը խմել էին, դպրոցում վատացել էին։ Հիվանդանոցել եք տարել։ Չեմ տարել, չէ, փող ունեի, որ է թայի Սիսիան, իր ամուսնու պիտի 5000 դրամ տային, որ տաքս ու տակնձի տանեն բերեք, ես էլ չունեի, որտից ոչ նպաստ էի ստանում, ոչ տոշա։ Նոր եմ ստանում թող, չէ, նպաստներ կտրվել է, թոշակն եմ մենակ ստանում, ամուսինս, որ չկա, երեխեքը թոշակ են ստանում, ամիսի 36,000 դրամ։ Մեր դժգոհությունը ջուրն է, բուժկետը լինի, որ առաջնահերթ ամեն ինչով ապահով լինի, այն երեխին եթե հիմա դպրոցում ընկի ոտքը ճղի, ջարդի, չկա այն օգնությունը, որ պետք է ցուցաբերեն, հասցնեն Սիսիան հիվանդանոց։ Որ այդ խնդիրները լուծվի, ինձ թվում է, թե գյուղը էլի որպես գյուղ կմնա, բայց եթե սեն չշարունակվի, այս գյուղում դաժե սկի դաշնիկները չեն գա, որ ասենք ամառը իրանց ապրանքը պահեն։ Ցավալին գիտեք որն է, որ մեր կառավարությունը ենթարկվում է ուրիշին, բայց ինքը իրան չի կարողանում հստակացված առաջ տանել։ Ես այս րոպեին ոչ թե իմ մահի համար եմ վախենում, ոչ, կարող է եւ գիշերը պատերազմը հելնի ու մեր երեխեքն են ափսոս, մեր սահմանի կանգնած երեխեքն են ափսոս, Արցախին էլ ենքան երեխա զոհվեցին, 16 թվականին, 20 թվից մինչև այսօր, այդքան գերիներ ենք թողել, որ մեկին է հետ բերել, որ մեկին է հետ բերում, որ մեկի հետ բերելու ուղղությամբ աշխատում, ոչ մեկի, ու չեմ վախենում, կար ժամանակ, երբ որ ես Փաշինյանին մեծարում էի, ու ես իրան մեղավոր չէի համարում, բայց ես հիմա իրա մեղավորությունը այնքան շատ եմ տեսնում, որ բառերով, ապրածս կյանքով չեմ կարում նկարագրեմ։ Եթե պետք է Արցախը հանձներ Ադրբեջանին, ինչի թույլ տվեց, որ այսքան մեր երիտասարդները զոհվեին, մենք տես ինչքան սերունդ հետ ընկանք, ինչ էին արել այդ երեխաները իրան, ոչ մի վնաս չէին տվել, չէ, ամեղ երեխեքը դիրքերում ծառայում էին, արյան ծարավ էր, ես չեմ կարում նկարագրեմ իրա այս քայլերը, ինչ նախքիններ, ես երբեք չեմ տեսել մի նման լրաբեր, մի հատ հանդիպման ժամանակ, այդքան վատաբանում են թե Քոչարյանին, թե Սերժին, ես ոչ մի կողմնակից չեմ, բայց ես նայում եմ, 43 տարեկան եմ, ոնց է լինի հիշողությունս չի դավաճանում ինձ, լավ ու վատ տարիների մեջով անցել եմ, պատերազմից պատերազմ անցել եմ, ես այնքան երեխա եմ եղել, որ Շահումյանի շրջանից գաղթվել ենք սարերով, եկել ենք Հայաստան, ու նույնը Արցախից դեպի էլի Հայաստան, բայց
չեմ տեսել, որ Քոչարյանը կամ Սերժը Ալիևի հետ ծիծաղալով ոտերները հանեն մզկիթում աղոթեն, չգիտեմ ինչ, ես նման բան չեմ տեսել։ Ինչի ուրախացել ես, որ 5000-ից 6000 երիտասարդ տվել ես իրանց մատաղ։ Ես էդի ճիշտ չեմ համարում։ Դրան էլ չեմ հավատում, որ խաղաղություն կա ու կլինի։ Ես երբեք չեմ հավատում։ Ու ես ամեն վարքյան վտանգը գնալով ավելի շատ եմ մեծ տեսնում, քան խաղաղություն ասած հասկացողությունը։ Ես լավ բան չեմ տեսնում։ Հետևում եմ, նայում եմ, լսում եմ լուրերին, անմիջապես ես էսի ավելնորդ ժամանակ շահել եմ տեսնում։ Ինչ ասեմ, Աստված որ լավը լինի։ Ամենաշատը ես եմ ուզում, որ խաղաղություն լինի։ Ինչի որ խաղաղությունը ասում, որ մի հայաստանցին է հաստատ համոզված, որ Սյունիքով միջանցքը բացվի, Սյունիքը հանգիստ ապրելու է։ Սյունիքում օրը մի հատ երիտասարդ տղա երեխա է կորելու։ Ամեն օր ով է կանգնելու մեջտեղին ասի, էդի տես չի են նենցա։ Ինչի որ Կարմիր խաչը արցախցիներին բերում էր, քիչ ա եղել, որ իրա ձեռից հայ երեխեքին տարել են ու չեն կարացել հետ բերեն։ Կարող է հենե Սարիցը հիմա իրիկունը ադրբեջանցին իջնի, մենք էլ 5 րոպեի բրթուճ ենք իրա համար։ 3 տուն մրխուզա ապրում, 5 տուն Սոֆուլույում։ Այս իմ հարևանս էլ լավ, թող այս ամիսը ստեղ լինի, դեկտեմբերի միջև 10 լինի։ Գնալու է, չէ Սիսյան։ Իսկ ես աղ ձմեր, այսենց հագուստով քնում եմ, հելնում եմ։ Սարիցը որ լույսեր եմ տենում, զանգում եմ, մի հատ նայովնիկ ունենք, զանգում եմ, էգո ինչ կա, ախի լույս ասում է ոչինչ, արխային քնի մեր տղեկն է։ Եթե մեր տղաներն էլ չեն, բայց ասում արխային քնի, այ աղջի, շաշ չես, ըստե լավ է։ Ես իմ փորձից եմ ասում, ես ուրիշի տեղը չեմ կարա խոսամ։ Պետք է ապրես, որը զգաս ահու սարսափը որն է։ Պետք է ապրես, որը զգաս, բայց Նիկոլն ինչ ա տեսել, որ էլ հլա ահու սարսափը զգա։ Հերոսացին մայր Աննա Հակոբյանը, թե ինչի համար չգիտեմ։ Ես էլ եմ հերոսացին մայր, 9 երեխա էլ ես ունեմ, բայց իմ ահու վախը իմ սրտիս մեջ է։ 9 ամիս իմ երեխան բլոկադայի մեջ մնաց, միջև եկավ հասավ շրջափակումից էր տուն, լեղից ջուր էր դառել։ Ու ցանկացած մայր է այդ կարգավիճակում եղել ու կա։ Ինչի որ հիմա Հայաստանում երեխեք հետում են ծառայության, որևէ մայր կա, որ հանգիստ գլուխը բարձին ա դնում։ Այդպես մայր չկա ու չի էլ լինի։ Որովհետև Ալիևը ինքը ինչ ուզում է, ինչին սպասում է, ունենում է։ Այսօր ուզի Հայաստանը Իրանը լինի, վաղը Իրանն է լինելու։ Բահլը թող Հայաստանի կառավարությունը մտածի, որ այսօր Ադրբեջանը Իրանը կլինի։ Իրանը կլինի։ Անջախ ասում են իշխանասարը ցուրտ սարա, ինչերների տա պետքը։ Շուշին մռյալ քաղաք է, ձեր ինչին էր պետքը։ Մեր կառավարությունը այդ հականիշ հոմանիշների հասկացողության մեջ են։ Այ որ մի հատ երեխա ունենար շրջափակման մեջ, մի բարեկամ ունենար շրջափակման մեջ, իստովմա տենց արտահայտություն չեր անի։ Այ որ մի հատ հարազատ ունենա տեղ գյուղում, շուրնուխում ապրող թուրքի դեմ դիմաց, այդ նման արտահայտություն չեն անի։ Որ երեխա ունենան ծառայության մեջ, նման բան չեն ասի։ Եղբորս երեխան 9 տարեկան է, դպրոց հայտում ռուսերեն հարց են տալի պապա, երեխան չի պատասխանում։ Դասարանից դուրս ա գալիս, զանգում են ծնողին կանչում են, հարցս էթում է, դասատուն բողոքում է, որ երեխուն հարցրել եմ պապա, դե հայրեն բացատրի տենան պապան ինչա, երեխան եկել է մորն ասում է մամ ինչի ես քնյացել դպրոց։ Ես պապա ունեմ, որ պատասխանեմ ինչա նշանակում պապան։ Թոյթան Նիկոլին հարցնեն, էլ ինչ ասես, ու նման հարցեր շատ կան։ Ասում ես, ոնց կարաս դու թուրքի հետ, դու իմանաս քո երեխու մորթել է ու դու իրա հետ ապրես։ Դու իմանաս քո աղբորը սպանել է, մաշկել է գառան նման,
Դու իր հետ ապրես, չես կարա ապրես։ Կյանքում երբեք։ Այս սենց հայաթափելու է Հայաստանը տա ադրբեջանցիներին։ Մեր կառավարությունը ենթարկվում է, նրա բռունցքը երկաթի որ տեսնում ես, խիչը պետք է յենի խոսային է, ինչ ուզում է, ինչի մասին երազում է, ունենում է, որովհետև գիտի, որ հայը երբեք իր հետը չի ապրելու, Արեմեցյան Ադրբեջանն է։ Դե թող Հայաստանն ասի Արեմեցյան Ադրբեջանը Հայաստանն է։ Դե տեսնամ կարա, չի կարա։ Մենք այդքան ուժեղ չենք, որ մենք պայքար տանենք, ինչքան էլ ուժեղ ունենանք, մեր կառավարությունը շատ թույլ է, շատ։ Եղել է, ասել եմ օրինակ, ասում եք դավաճան, քարոյա պատերազմը մեզի ականատես, այն ժամանակ էլ Խոմնիկոլ չի եղել։ Բայց հիմիկ բա իրա այս արարքները, ես էլ չեմ կարող նկարագրեմ։ Քարոյայի մեջով էլ ենք անցել, բայց մենք սենց չենք եղել։ Քարոյայի մեջով ես չեմ մտածել, որ պետքա իմ տունս թողեմ, թեկուզ մի ժամով մինչև Գորիս հասնեմ։ Կարկուտի պես թափում էր երկինքից գիշեր ցերեկ։ Այսպես նստում էի, ասում էի Տեր Աստված, գոնե երեխեքիս կարամ հանեմ գյուղից։ Այդ կարգի ապրել եմ։ Բայց էլի չեմ ուզել Արցախից դուրս գամ, մեզի զորով են հանել մեր տներից։ Կամավորներն են մեզ հանել, երեխեքին հանեցին, մեզ որ ասեցին ընդամենը մենակ թղթերը վերցրեք, մեկ էլ քիչ անհրաժեշտ իրեր, ինձ որ ասել են Երևան եք ձեզ տանում, ասել եմ ոչ, մեզ շաքի պոստում կիչացնեք, դուք ձեր մեքենաներով ուր ուզում եք կեթակ, բայց ապրեն մալաջեց իրանք վիրավոր մեզ բերել են գյուղ, ու իրան գնացել են, բայց էլի չեմ կար ասեմ, ու չեմ էլ պատրաստվում, ու չեմ էլ տեղավորվում, որ օրերից մի օր կարող է ինչ որ մարդ լինի, որ իրանց երեխեքի մոռանան, ուրանան, ադրբեջանցու հետ ապրեն, առուծախս անեն, առաջվա պես ապրեն, նման բան չի կարա լինի։